Մարտի 27-ի առավոտը բարի չէր Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների համար։ Իրավապահները գործի էին անցել։ Նախ այցելել են Մայր Հայաստան դաշինքի, ապա մեր քաղաքը դաշինքների գրասենյակներ խուզարկել ու գործողություններն ընդլայնել։ Առավոտյան ժամը 8-ից 8:30-ի հատվածում է սկսվել իրավապահների աշխատանքը։ Նախ խուզարկել են Մայր Հայաստան դաշինքի կազմակերպչական հարցերով զբաղվող Արա Ոսկանյանի տունը, ապա տեղափոխվել են նախընտրական շտաբ։ Դաշինքի անդամներից Էմմա Գրիգորյանին հակակոռուպցիոն կոմիտե էին տարել ու թույլ չէին տվել հանդիպել փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում եւ խոչընդոտում հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ եւ գյումրեցիներին ես խնդրեի եւ կոչ կանեի իրենց պատասխանը ուղղակի ամեն ինչին տալ ներկա գտնվելով մեր հանրահավաքին։ Մայր Հայաստանը Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ իրավապահների գործողությունը իշխանության հարձակում է որակում։ Հիմնականում գնացել են մեր շտաբի պետի բնակարան, մեր համակիրների բնակարաններ, նաև ասեմ, որ շտաբում են փորձում այսպես խժդժություններ առաջացնել, խոչընդոտել մեր աշխատանքներին, բայց մեզ բոլորովին դա չի կանգնեցնելու մեր բռնած գործից, մենք բերելու ենք իրական փոփոխությունը։ Իրավապահների թիրախում Մայր Հայաստան դաշինքը չէր միայն, հաջորդ նշանակետը մեր քաղաքը դաշինքն էր։ Այստեղ են խուզարկել նախընտրական շտաբերն ու քաղաքապետի թեկնածուի Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն են ձերբակալել։ Երևան